Ադրբեջանը խորացրել է իր համագործակցությունը Իսրայելի հետ եւ այստեղ կարծում եմ, որ այդ ռազմավարական ոլորտում ուղղակի մասնագիտորեն նաեւ ռազմական ոլորտում խորացյալ այդ համագործակցությունը Բաքուն չեմ կարծում, որ ինքնուրույն անում է, դա համադրվում է Անկարայի հետ եւ այստեղ դեկլարատիվ առումով դերերի պաշտում է Անկարայի եւ Բաքվի միջև, գիտեք, որ ուրեմն այդ արաբական, իսլամական բերությունների վեհաժողովին Կատարի վրա կատարված հարձակումի առիթով շատ բացահայտ տարբերություն կար Էրդողանի եւ Բայրամովի ելույթների միջև, ընդ որում նկատենք նաեւ, որ ի տարբերություն Անկարային Ադրբեջանը այդ ժողովին ներկայացել է արտգործ նախարարի մակարդակով, ինչը քաղաքական նշանակություն ունի եւ Բայրամովի ելույթի մեջ հիմնական բաժինը այն էր, որ ավելի բարտասիրական խնդիրներին վրա շեշտադրում կար եւ բոլոր կողմերին գոչ էր արվում ուրեմն նպաստել հրադադարի եւ խաղաղության հաստատմանը, մինչդեռ Էրդողանը շատ հասցեական, շատ կոշտ մեղադրանքներ էր հնչեցնում Իսրայելի հասցեին։